Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին էլ ավելի սրելով երկրպագուների սպասումն ու հետաքրքրությունը։ Քանի որ սերիալը մոտենում է իր ավարտին, սոցցանցերում ու մեկնաբանությունների բաժնում նույն հարցն է քննարկվում՝ ինչպես է ավարտվելու այս պատմությունը և ինչ պատիժ է սպասվում Միքայելին ու Հենդոյին։ Հեռուստադիտողը սպասում է արդարության, տարիների շարունակ կուտակված սուտը, խաբեությունը, դավադրությունները վերջապես պիտի վճարվեն։ Միքայելի կատարած մեղքերը սերիալում դարձել են կենտրոնական, առանց հեռուստադիտողները հիշում են ամեն ինչ։ Սոսին տարիներ առաջ ձորը գցելը, փորձելով վերացնել իրեն խանգարողին, Աննային սեփական տուն բերելու, ստիպելով ամուսնանալու, հակամարտկային քայլը, Աննայի նորածին երեխան խլելը և ուրիշի ընտանիքին տալը, Հենրիի կյանքը կործանելը, դարձնելով նրան դավադրությունների և ստի ենթակա, Անգելինայի ճակատագիրը խեղաթյուրելը, ծնողներից կտրելով և Աննայի բազում տարիների տառապանք պատճառելով։ Բայց բոլորից ավելի մեղավոր և խորքային կերպար է Հենդոն։ Նա հայր է, ով իր ձեռքերում է ձևավորել Միքայելի մտածողությունը։ Արդյունքում ոչ թե միայն Միքայելը, այլ ամբողջ ընտանիքը դարձավ նրա հաշվարկների զոհը։ Վերջին սերիաների ցուցադրած կադրերը հուշում են, որ Միքայելն արդեն հոգեբանական կոտրման փուլում է։ Այս ծանր վիճակն առաջացել է ոչ թե կատարվածի համար զղջումից, այլ մի պատճառով։ Նա տեսնում է, թե ինչպես է որդին Հենրին տառապում իր պատճառով։ Այն Հենրին, ում ինքը սիրել է, պահել, մեծացրել ու համարել իր կյանքի իմաստը, հիմա ամբողջովին կոտրված։ Եվ հենց այդ պահին Միքայելի կողպված, քարացած սիրտը փշրվում է։ Նա տեսնում է իր սխալներն իր որդու աչքերի մեջ։ Հեռուստադիտողները ենթադրում են, որ Միքայելի ներսում սկսվում է պայքար ապրելու, թե վերջ տալու կյանքին։ Դիանա Գրիգորյանը հաճախ իր սերիալներում ծանր ճակատագրեր է պատկերում, սակայն երբեք չչարաշահելով։ Այդ պատճառով դժվար է կանխատեսել՝ արդյոք նա կգնա Միքայելին այդպիսի եզրագծով ավարտելու։ Արդյոք հենց սա է լինելու Միքայելի պատիժը՝ ինքնաքայքայում, ինքնադատաստան, թե օրենքի վճիռ։ Սոցցանցերում քննարկվում են 3 հիմնական վարկածներ, որ օրենքը կպատժի Միքայելին։ Նրա բոլոր գործած արարքները վաղուց իրար կապող շղթա են կազմել և արդարադատության պահապանները չեն կարող աչք փակել։ Նա կորցնում է ամեն ինչ՝ ընտանիք, հեղինակություն, սիրո զգացում։ Ու սա դառնալու է նրա ամենածանր պատիժը, որովհետև նա տեսնում է, որ ոչ ոք իրեն չի ներում։ Միքայելը կհասնի ինքնասպանության եզրին, բայց չի համարձակվի կատարել վերջին քայլը։ Ոմանք համոզված են, որ հենց դա է պատիժն՝ ապրել իր արարքներով, բայց ունենալ փոխվելու ուժ։ Այս պահին դժվար է ասել, թե որ տարբերակն է ընտրել սցենարիստը, բայց մի բան հաստատ է. Դիանա Գրիգորյանը չի թողնի, որ վերջին սերիաները դառնան կանխատեսելի և ձանձրալի։ Նա միշտ պահում է ինտրիգը մինչև վերջին վայրկյանը։ Հեռուստադիտողն արդեն զգում է մի մեծ պայթյուն է գալու, նոր բացահայտումներ, նոր հակամարտություններ և ամենակարևորը՝ արդարություն, որը չի կարող շրջանցել որևէ մեկին։ Վերջը մոտ է, բայց ամենահուզիչ ու տպավորիչ սերիաները դեռ առջևում են։ Ինչպիսին է լինելու Միքայելի ճակատագիրը։ Այլևս Հենդոն չի շարունակի նկարահանվել, թե նրա կերպարը դեռ շարունակություն է ունենալու ու կրելու է պատասխանատվություն իր արարքների համար։ Հենրիի ներքին պայքարը, Աննայի ու Անգելինայի մայր-դուստր վերածնված կապը, Սոսի և Աննայի վերջնական բացահայտումները։ Այնինչ սպասվում է սերիալի վերջում, դեռևս երևում է միայն անհստակ ուրվագծերով, բայց վստահաբար Դիանա Գրիգորյանը պատրաստել է այնպիսի լուծումներ, որ հեռուստադիտողները երկար կհիշեն այս պատմության ավարտը։ Բայց մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին և տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել՝ արդյոք Միքայելը կորոշի իր կյանքին վերջ տալու գնով ընդունել իր սխալները, թե դա սխալ քայլ է։ Վերջին սերիայի անոնսից պարզ է դառնում, որ Միքայելը իսկապես հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել ու նա ինչ-որ քայլեր է անում, որը կարող է վնասել հենց իրեն։ Բայց արդյոք Միքայելն այդքան թույլ կգտնվի, թե Դիանա Գրիգորյանը կորոշի ոչ թե նրան հեռացնել հեռուստասերիալից, այլ կորոշի, որ նա ինքնամաքրվելու, ինքնաճանաչվելու ուղին կընտրի և վերջապես հետդարձի կգա և
իր որդու կողքին կլինի մինչև վերջ։ Թե ինչ որոշում կընդունի սցենարիստն այս կերպարի պահով, կիմանաք շատ շուտով, այնպես որ հետևեք հեռուստասերիալի բոլոր սերիաներին, բաց չթողնելու առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը։ Վերջին ամենալարված, ամենաթեժ ու հետաքրքիր սերիաներն են, այնպես որ բաց չթողնես ոչ մի սերիա «Վերջին զանգը» հեռուստասերիալից։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, թե ինչպես կհանգուցալուծվի հեռուստասերիալի վերջին սերիաները։ Ինչպիսի ճակատագիր է նախատեսել Դիանա Գրիգորյանն այս կերպարների համար։ Ավագն այս պահին հիվանդանոցում է բավական ծանր վիճակում։ Հեռուստադիտողների կարծիքները բաժանված են երկու խմբի՝ կապրի ավագը, թե ոչ։ Դե իհարկե, հեռուստադիտողները հիացած են նաև Սոսի քայլով, քանի որ նա ձեռքը մեկնեց ու շնորհակալություն հայտնեց Հենրիից, իսկ Հենրին ընդունեց այդ մեկնած ձեռքը։ Հենրին հասկանում է, որ իր ծնողները սխալ են, իր պապն ու հայրը, և Սոսը ճիշտ է։ Այս պարագայում նա միայն ներողություն է խնդրում այն կնոջից, ով իրեն պահել ու մեծացրել է հարազատ զավակի նման։